Բարի լույս եմ ասում իմ ամենաշատ, ամենալավ ընկերներին, ինչպես եք։ Առավոտյան արդեն աշխատանքի եմ եկել, երեկ ինչպես արդեն վիդեո հոլովակում ներկայացնում եմ, ամբողջը մաքրել ենք այս կոմը, բայց մյուս կոմի համար դեռ լիքը աշխատանքներ ունենք անելու։ Նորից այս կոմը պետքա քախանվի, եղևնիներն այս կոմն ավելի շատ են, եղևնիների տակի խոտերը պետքա մաքրվի, բայց ասի մի հատ ձեզ տեսնեմ, իմանամ ինչպես եք։ Սիրելի հետևորդներ ջան, կրկինը մտանք այգին պետք է մաքրենք, սիրունացնենք, այս կոմը չի կարող ապարատը հնձել, դրա համար ձեռնոցով հիմա ամբողջ խոտը կհեռացնեմ, որ արդեն ապարատի ժամանակ միայն մնա փոցխելու վերջ։ Աղջիկներս ինչ եմ անում, ես գործի ժամանակ, իհարկե գլուխ եմ պահում, շատ աշոք։ Սիրունը, ինքան եկա, կգնանք։ My God. Սիրունա։ Շատ լավն է։ Սիրելիներս ամբողջ աշխատանքը վերջացրինք։ Որոշեցինք, որ ծառները պետք է ջրենք, եղանակը մեզ ասեց հերիք է տանջվեք, ջուրն էլ իմ կողմից, հիմա շատ լավ անձրև է գալի, բոլոր բույսերին կջրի, մեր մոտ նայեք ինձ սիրուն ծիածան է դուրս եկե։ Երեխեք ջան, ինչ ենք անում, եկել ենք Կողես գյուղ ու ինչին ենք ականատես, թթի ծառ են թափ տալիս, նայեք, համբեցեք վայելենք, սպիտակ թութն է, ինչ լավն է։
Նայեք ժողովուրդ ջան, գտնվում ենք Կողես գյուղում, եկել ենք դաշտերը նայելու, տեսնենք արդեն կարտոֆիլն ինչ վիճակում է, ցորենն ինչ վիճակում է։ Մի հատ նայեք ցորենին, արդեն ինչ լավն է, արդեն ցորենը հասած է։ Դե արդեն կարտոֆիլի համար պրոբ են անում, որ տեսնեն տակը ինչքան բերք ունենք, ինչ բերք ենք վերցնելու այս տարի։ Այս տարի շատ լավ է ամեն ինչ։ Դե մեզ մոտ միշտ լավ է լինում, մշակումները ճիշտ ենք անում, դրա համար ոչ մի անգամ չի եղել, որ դժգոհենք։ Ձեզ ցույց եմ տալի Կողեսի հիասքանչ բնությունը, նայեք։ Կողես գյուղում շատերն են զբաղվում գյուղատնտեսական այս գործերով, բոլորը հիմնականում կարտոֆիլ եւ ցորեն մշակում են։ Այստեղ հենց այդ է, որ մարդկանց կարողանում է պահել հենց գյուղում։ Գյուղացին իր գործը լավ է անում, կարողանում է հենց իր գյուղում ստեղծել, արարել եւ ապրել։ Ինչի՞ չես կարող ասել քաղաքացու համար, իսկ մենք գյուղացու համար աշխատողներ ենք, գալիս ենք, աշխատում ենք։ Ես ցույց եմ տալու ձեզ իհարկե մեզ մոտ դաշտում ինչ ձև է անցկենում մեր օրը, քանի հոգով ենք աշխատում, ինչ ձև է հանվում կարտոֆիլը, ինչ ձև ենք պարկերը լցնում։